Ողջույն արգել հետևորդներ, այսօր ընկույզի մուրաբա ենք պատրաստելու, երկար մի պրոցես, սակայն արդյունքը իհարկե արժի։ Արագ անցնենք գործի եւ խոսենք ավելի մանրամասն։ Այսպիսով գնել եմ ուղիղ 150-ը դեռևս չզարգացած ընկույզ, այն գտնվում է զարգացման փուլում, կխոսեմ մի փոքր ավելի ուշ դրա մասին։ Ընդհանրապես ուզում եմ նշել, որ մուրաբայի համար ընկույզ ընտրելիս պետք է պարտադիր խորհրդակցել մասնագետների հետ, եթե դուք փորձ չունեք։ Մեզ նաև այս փուլում անհրաժեշտ է լինելու սառը ջուր եւ ցանկալի է էմալապատ մի ափսե տարա։ Ինձ մոտ տվյալ դեպքում այս տեսակի է, սակայն մեկ օր անց փոխելու եմ էմալապատ տարայի։ Այժմ որևէ հարմար սարքով կամ հարմար դանակով կեղևահան ենք անում ընկույզները զգուշորեն գեղեցիկ կերպով եւ անմիջապես ուղարկում սառը ջրի մեջ։ Ես հիմա մի ընկույզը կբաժանեմ երկու մասի եւ մոտավորապես կցուցադրեմ ձեզ, թե ինչ ընկույզ է մեզ անհրաժեշտ, այսպիսի միջին փափկության ցանկալի է, որ շատ պնդոտ չլինի, ներսում շատ զարգացած չլինի եւ սեղմելիս ընկույզը արտադրի մի փոքր հեղուկ։ Հենց այս տիպի ընկույզն է անհրաժեշտ մուրաբայի համար։ Դե ինչ, որոշ ժամանակ անց ես մաքրեցի բոլոր 150 ընկույզները, եթե որևէ ընկույզ փչացած է լինում եւ այլն, անմիջապես հեռացնում ենք։ Հիմա թողնելու եմ ընկույզները սառը ջրի մեջ օրական 3-ից 4 անգամ փոխելով հեղուկը, մոտավորապես 10-ից 18 օր, ժամկետը կախված է ընկույզի տեսակից։ Ընթացքում ընկույզները փոխելու են երանգը, վերածվելու են սև երանգի, իսկ ջուրը գնալով սկզբում մքանալու է, այնուհետև պարզվելու է։ Արագ ցուցադրեմ 18 օրվա ընկույզի սևանալու արդյունքը։ Դե ինչ տեսեք, հեղուկը պարզվել է, արդեն ընկույզները լավ գեղեցիկ սևացել են, սա նշանակում է, որ մենք անցնում ենք հաջորդ փուլին։ Փուլերը մի քանիսն են, եւ հաջորդ փուլի համար մեզ անհրաժեշտ է լինելու կիչ, որը նույնպես ես գնել եմ ընկույզի մուրաբայի մասնագետից, շիբ է անհրաժեշտ լինելու եւ համեմունքներ, տվյալ դեպքում դարչին, մեխակ եւ հիլ։ Եվս մեկ անգամ ցուցադրեմ ընկույզները, տեսեք ինչ գեղեցիկ են եւ այս փուլում ժամանակն է բացելու գիրը։ Լցնում ենք էմալապատ ափսեի մեջ եւ վրայից ավելացնում ենք տաք, գոլ կամ սառը ջուր։ Այսպես պարբերաբար խառնում ենք, շարունակում ենք ավելացնել ջուրը, մինչև կրի լուծվելը։ Ստանդարտ չափաբաժնով ամեն 100 ընկույզի համար մեզ անհրաժեշտ է լինելու 200 գրամ կիր։ Նաև ասեմ, որ գիրը բացելու ընթացքում այն պետք է պղպջակներ արտադրի, դա նշանակում է, որ գիրը առողջ է, թարմ է եւ պիտանի է օգտագործման։ Գիրը հաղորդելու է ընկույզներին խրթխրթանություն եւ պնդություն։ Ամբողջությամբ բացելուց հետո ավելացնում ենք ընկույզները կրի մեջ եւ համարձակորեն այնքան ջուր ենք ավելացնում, որ ընկույզները ամբողջությամբ լինեն կրաջրի մեջ եւ լինեն ծածկված։ Ընկույզները կթողնենք կրաջրի մեջ մոտավորապես 10 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ ներքևից վերև այսպես լավ խառնելով։ Սա արվում է նրա համար, որ գիրը չնստի ընթացքում հատակին եւ ընկույզները հավասարաչափ եւ համաչափ պատվեն կրով։ 10 ժամ անց հեռացնում ենք ամբողջ կրաջուրը եւ շատ լավ հատ-հատ լվանում ընկույզները։ Ես դա կանեմ սկզբում մեկ անգամ, որից հետո ոչ գիշերվա ընթացքում կթողնեմ սառը ջրի մեջ, արդեն մաքուր ջրի մեջ եւ աշխատանքը կշարունակեմ արդեն հաջորդ օրը։ Այսպես վերցնում ենք հատ-հատ լավ լվանում ենք յուրաքանչյուր ընկույզը, շատ լավ նույնիսկ լվանում ենք եւ տեղափոխում մաքուր ափսեի մեջ կամ տարայի մեջ։ Նույնպես լցնում եմ սառը ջրով եւ ինչպես նշեցի, թողնում եմ ողջ գիշեր։ Դե ինչ արդեն հաջորդ օրն է մեզ մոտ, ասեմ, որ եւս մեկ անգամ լավ լվացել եմ եւ հիմա արդեն մաքուր ընկույզները մենք պետք է ծակծկենք որևէ հարմար միջոցով։ Հավատացնում եմ ձեզ ամենահարմար ձևը դա պատառաքաղով ծակծկելն է 3-4 անգամ տարբեր հատվածներից։ Ծակծկում ենք, ուղարկում ենք նույնպես էմալապատ ափսեի մեջ եւ այս պրոցեսը արվում է նրա համար, որպեսզի հետագայում ընկույզները կլանեն իրենց մեջ օշարակը եւ ստացվեն անչափ համեղ։ Այս գործողությունը պարտադիր է։ Դե ինչ, մենք կատարել ենք ընկույզի մուրաբան պատրաստելու պրոցեսի մոտ 50%-ը եւ հիմա հաջորդ փուլն է, պատրաստում ենք շիբա ջուրը։ Ինձ մոտ այստեղ 1 լիտր ջուր է, ջուրը ես եռացրել եմ, ավելացնում եմ շիբը, ստանդարտ չափաբաժնով յուրաքանչյուր 100 ընկույզի համար մենք կիրառելու ենք 25 գրամ շիբ եւ շիբը ծառայում է նրա համար, որ ընկույզները փայլեն։ Մեկ անգամ այսպես խառնում եմ, լուծում եմ շիբը եռացող ջրի մեջ եւ ավելացնում եմ ամբողջ ընկույզը։
Եթե տեսնում ենք, որ հեղուկը քչություն է անում, համարձակորեն ավելացնում ենք էլի հեղուկ, ինչը եւ ես հիմա կանեմ։ Ամբողջ նպատակը այն է, որ ընկույզները ծածկված լինեն շիբա ջրով կամ լինեն շիբա ջրի մեջ եւ եփվեն 15-20 րոպե սկսած եռալու պահից։ Այս գործողությունը կատարելուց հետո անմիջապես հեռացնում ենք ընկույզները եւ լցնում սառը ջրի մեջ, որից հետո 1-2 անգամ լավ կլվանանք հոսող սառը ջրի տակ եւ կանցնենք առաջ։ Ընկույզները լավ լվանալուց հետո պատրաստում ենք թույլ օշարակը։ Այս գործողությունով մենք վերջնականապես կհեռացնենք եւ շիբը եւ կրի մնացորդները, որոնք հնարավոր է մնացած լինեն ընկույզների վրա։ Այստեղ ես եռացնում եմ 1 լիտր ջուր, որին կավելացնեմ 1 բաժակ շաքարավազ։ Դա մոտավորապես 200-ից 300 գրամ է։ Հավատացեք, էական նշանակություն դա չունի այս փուլում։ Խառնում ենք, հասցնում ենք եռման աստիճանի եւ նորից ավելացնում ենք ընկույզները։ Ինչպես եւ նախորդ փուլում, այս փուլում եւս ընկույզները եփելու ենք 20-25 րոպե։ Եթե ջուրը քչություն է անում, նույնպես համարձակորեն ավելացնում ենք էլի ջուր եւ մի փոքր էլի շաքարավազ ճիշտ չափաբաժիններով։ Կատարում ենք նույն գործողությունը, հեռացնում ենք ընկույզները եռացող թույլ շաքարաջրից, եւս ցանկության մեկ անգամ պահում հոսող սառը ջրի տակ։ Այս բոլոր գործողությունները կատարելուց հետո վերջապես անցնում ենք հիմնական օշարակի պատրաստմանը, որի մեջ բավականին երկար ժամանակ, այն է 6-ից 7 ժամ, եփվելու են ընկույզները։ Մաքուր եւ լվացված կաթսայի մեջ ավելացնում ենք 6 լիտր ջուր, քանի որ 100 ընկույզի համար կիրառվում է 4 լիտր ջուր եւ 2 կիլոգրամ շաքարավազ։ Ինձ մոտ 150 ընկույզ է, ես ավելացնում եմ 6 լիտր ջուր, շաքարավազի ճիշտ քանակություն, սա ծայրահեղ կարևոր է։ Իսկ թե ինչ անել այն դեպքում, երբ օշարակը կավարտվի ընկույզները տարաների մեջ լցնելուց շուտ, ես կբացատրեմ մի փոքր ուշ։ Մեկ անգամ խառնում ենք, հասցնում ենք եռման աստիճանի եւ իջեցնում ընկույզները արդեն հիմնական օշարակի մեջ։ Ընկույզները ես եփելու եմ 2 փուլով եւ առաջին փուլով, այսինքն այսօր մինչեւ երեկո, եփելու եմ 3-ից 4 ժամ։ Կրակը սկզբում բարձր եմ անում, այնուհետեւ եռը գալուց հետո իջացնում եմ մինիմալի։ Կրակը իջեցնում ենք մինիմալի այն բանի համար, որ օշարակը ժամանակից շուտ չգոլոշիանա։ Հանգիստ համբերատար առանց շտապելու եփում ենք։ Տեսեք, մոտ 1 ժամ անց ինձ մոտ արդեն այս քանակությունով գոլոշիացում է տեղի ունեցել, լինում ենք շատ ուշադիր, շատ զգույշ, կրկնում եմ, օշարակը կարող է ժամանակից շուտ գոլոշիանալ։ Շարունակում ենք հանգիստ եփելը։ Դե ինչ հարգելի հետևորդներ, մեզ մոտ ժամը 21:00-ն է մոտավորապես, ես հիմա անջատում եմ կրակը եւ թողնում եմ հենց այսպես գազօջախին ողջ գիշեր եւ շարունակում եմ աշխատանքը արդեն վաղը։ Բարի լույս բոլորին հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք եփել ընկույզի մուրաբան, տեսեք ինչ փայլուն են ընկույզի հատերը, սակայն դեռ շատ երկար ժամանակ ունենք, մոտավորապես 4 ժամ պետք է եփենք այս ամենը, միացնում ենք կրակը արդեն մինիմալի եւ շարունակում համբերատար եփելը։ Ընթացքում փրփուրներ են առաջանալու, առանց սրա կարծես թե հնարավոր չէ, խուճապի չենք մատնվում եւ հանգիստ հեռացնում ենք փրփուրները։ Մոտ 2 ժամ անց մենք նկատում ենք, որ քիչ-քիչ արդեն այս զանգվածը վերածվում է մեզ համար հարազատ եւ սիրելի մուրաբայի զանգվածի, մուրաբայի տեսք է ընդունում եւ դա բնական է, քանի որ գոլոշիացման հետ զուգահեռ օշարակը թանձրանում է։ Հաջորդ գործողությունով 1 ժամ շուտ կամ 1.5 ժամ շուտ հանձիվի մեջ փաթաթված համեմունքները ես կդնեմ միանգամից օշարակի մեջ, այսպես։ Հիշեցնեմ, որ այստեղ ինձ մոտ 2-3 փայտիկ դարչին է, մոտ 10-12 հատ մեխակ եւ 2 հատ հիլ։ Հիլը պարտադիր բնույթ չի կրում։ Կսեղմեմ համեմունքները այսպես օշարակի մեջ, որպեսզի ել ավելի լավ արտադրեն իրենց համը, բույրը եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հիանալի մուրաբա ստանալու համար։ Թեթև խառնում ենք, շարունակում ենք եփելը, հանգիստ, համբերատար, մինիմալ կրակի ներքո, դեռ 1 ժամ, 1.5 ժամ, նույնիսկ 2 ժամ եփելու տեղ ունենք։ Տեսնենք օշարակը։ Այն դեռ ջրիկ է, դեռ ժամանակը չէ։ Ընթացքում ես կբացատրեմ, թե ինչպես ենք որոշում արդյոք պատրաստ է թե ոչ մուրաբան, եւ պատրաստ լինելուց մոտ 15 րոպե շուտ
Այս ամենի վրա լցնում ենք 1 պտղունց կամ 2 պտղունց կիտրոնի աղ շաքարակալելուց խուսափելու համար։ Մեկ անգամ այսպես լավ կխառնենք, կեփենք ևս, ինչպես նշեցի, 10-15 րոպե եւ կարծում եմ արդեն մուրաբան կլինի պատրաստ։ Հիմա ստուգենք օշարակը, կլցնեմ օշարակից ափսեի վրա, այսպես կտարածեմ, մի փոքր որ ջրիկ է, դա նորմալ է, քանի որ տաք է դեռևս։ Եվ մեջտեղում այսպես գիծ կանեմ, եւ եթե գիծը դժվարությամբ է մի փոքր փակվում, դա նշանակում է, որ ժամանակն է անջատելու եւ անցնելու առաջ։ Մենք նկատում ենք, որ դեռևս մի փոքր շուտ է։ Ես մոտ 10 րոպե էլ կեփեմ եւ վերջ։ Եվս մեկ անգամ ստուգենք եւ նկատում ենք, որ հենց սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Տեսնում եք, դժվարությամբ է գիծը փակվում, դա նշանակում է, որ մուրաբան պատրաստ է եւ օշարակը նույնպես։ Հիմա կանջատեմ մուրաբան եւ կթողնեմ, որ մի փոքր հովանա։ Հովանալուց հետո լցնում ենք ստերիլիզացված, լավ լվացված տարաների մեջ, սկզբում ընկույզի հատիկները ամբողջությամբ, որից հետո ավելացնում ենք օշարակը։ Օշարակը պետք է ամբողջությամբ ծածկած լինի հատիկները։ Հիմա մաքուր չոր կափարիչով, նաև ասեմ, որ տարան պետք է նույնպես չոր լիներ պարտադիր կերպով, փակում ենք մուրաբան, լավ ամրացնում ենք եւ վերջ։ Ընկույզի մուրաբան մեզ մոտ համարվում է պատրաստ, հարգելի հետևորդներ։ Հիմա ներկայացնեմ խոստացածս տեսանյութը, թե ինչ անել, եթե օշարակը ժամանակից շուտ է ավարտվում։ Այսպիսով, ինչպես արդեն նշել եմ ճիշտ չափաբաժիններով, ես կեփեմ 2 լիտր ջուր, որին համապատասխանաբար կավելացնեմ 1 կիլոգրամ շաքարավազ, որից հետո կավելացնեմ համեմունքները, հիմնական համեմունքը կավելացնեմ, այն բանից հետո երբ ամբողջությամբ շաքարավազը լուծվում է, ջուրը մի փոքր եռում է, այս զանգվածը միանգամից ավելացնում եմ ընկույզների վրա, ինչպես արդեն նշեցի, էլի համեմունքներ եմ ավելացնում, որպեսզի համը տեղը լինի, տեղը գա, այսպես ասած, եւ այսպես եփում եմ 15 րոպե սկսած եռալու պահից, որից հետո անջատում եմ, թողնում եմ ողջ գիշեր համարձակ եւ հաջորդ օրը եւս մեկ անգամ եռացնում եմ մոտ 5-10 րոպե։ Անջատում եմ, թողնում եմ, որ հովանա եւ լրիվ նույն կերպով լցնում տարաների մեջ եւ փակում։ Սակայն անվտանգությունից ելնելով միանգամից զգուշացնում եմ, որ իսկական ճիշտ օշարակից ամենաճիշտը չկա։ Դե ինչ, այսօրվա համար էլ այսքանն էի նախապատրաստել, կարծում եմ տեսանյութը ձեզ դուր եկավ, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, առայժմ։